Գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին բնակարան կառուցելու համար մինչև 3 միլիոն դրամ տրամադրելու ծրագիրը մեկնարկեց մեկ տարի առաջ։ Անցած տարվա սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին պետական աջակցություն ստացավ 38 ընտանիք։ Նրանցից 18-ը արդեն բնակարանամուտ է տոնել։ Դեկտեմբեր ամսին մենք եղանք Ղարաբաղ Հադրութի շրջանի Ջրակյուս գյուղում եւ այնտեղ մասնակից եղանք հենց առաջի փուլում պետական ֆինանսական աջակցություն ստացած մեկ ընտանիքի բնակարանամուտի։ Ֆինանսական աջակցություն գյուղաբնակ ընտանիքներին ծրագիրը շարունակվում է մարտին ուժի մեջ մտած փոփոխություններով։ Դրանց համաձայն աջակցություն կարող են ակնկալել բոլոր բնակավայրերի բնակիչները, բացի Ստեփանակերտից եւ Շուշիից, որտեղ բնակարանաշինական այլ ծրագրեր են իրականացվում։ Փոխվել է նաեւ ընտանիքների տարիքային ցենզը, ամուսինների առավելագույն տարիքը սահմանվել է 40, նախկին 35-ի փոխարեն։ Եվ դա առիթ դարձավ, որպեսզի շահառուների թիվը կրկնակի աճեն։ Այս պահեդուրությամբ ունենք մոտորապես 30-ից ավել ընթացքի մեջ հայտեր, որոնք դեռ վերջնական որոշում կայացված չեն, քանի դեռ կան աշխատանքներ, պետք են այցելություններ, պետք է որոշակի աշխատանքներ կատարեն, որպեսզի վերջնական որոշում կայացվի դրանց նկատմամբ։ Հիշեցնենք, որ ծրագրի շահառու ընտանիքները պետք է կիսակառույց բնակարան ունենան եւ ապրեն կառավարության որոշմամբ սահմանված բնակավայրերում։ Արդեն հայտնի է այն 14 գյուղաբնակ ընտանիքները, որոնք սեփական բնակարանի շինարարությունը շարունակելու են պետական աջակցությամբ։ Միքայել Հակոբյանի ընտանիքը ապրում է Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում։ Միքայելը 3 անչափահաս երեխա ունի։ Տունը սկսալ եք 2 տարի առաջ, կիսակառույցա, ես հիշում եմ, որ ես գումարը մեզ կօգնի, ավարտին գոնե մինչև վերջը որ չհասնենք, էլի մինչև ավարտին հասնենք։ Ապրիլյան պատերազմից հետո պետության կողմից ծրագիրը շարունակելը իրենք շահառուներն են անակնկալ համարում։ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի խոսքով, այո, ապրիլյան ագրեսիայի հետևանքով ԼՂՀ կառավարությունը ստիպված է վերանայել մի շարք ծրագրեր, կրճատումները սակայն չեն վերաբերելու ժողովրդագրական վիճակի եւ բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պետական ծրագրերին։ Սոցիալական ծրագրերի հիմնադրամի տնօրենի խոսքով մարտին հիմնադրամում դիմումների թիվը կրկնապատկվեց։ Ապրիլ-մայիս ամիսներին ընդհանրապես հարցումներ էին ստանում իրական եւ պոտենցիալ շահառուների մեծ մասը առաջնադիրքում էր։ Հիմա, երբ ծրագրի 3-րդ փուլի մեկնարկն է տրվում, հիմնադրամում համոզված են, որ կրկին դիմումատունները շատանալու են։ 2015-16 թվականներին ընդհանուր առմամբ 52 գյուղական բնակավայրում բնակվող ընտանիքներ ստացան պետական ֆինանսական աջակցություն։ Այս ձեռքսեղմումով հիմնադրամի եւ շահառուների համագործակցությունը չի ավարտվում։ Հիմնադրամը դիտարկումներ է կատարում, ստուգելով գումարի նպատակային օգտագործումը։ Առաջի մարդը մեր ծրագրում մասնակիցներին, որոնց աշխատանքները մենք կարող ենք հենց կառավարության որոշման համաձայն վերահսկողություն իրականացնել, դա 2016 թվականի հոկտեմբեր ամիսն է, քանի որ առաջի շինարարական թույլտվությունը ավարտվում է 2016 թվականի սեպտեմբերին, մնացածները ունեն ժամանակ դեռ շինարարական աշխատանքներ կատարելու։ Առայժմ ընդհանրապես դիտարկումներ են կատարում, խորհուրդներով աջակցում։ Սոցիալական ծրագրերի հիմնադրամում իրենց շահառուների պարտաճանաչությունից գոհ են։ Լուսինա Ավանեսյան, Աշոտ Գասպարյան, օր։